Մայիսի 3-ի վաղ առավոտից Գավառում մեկնարկում են մաքրման աշխատանքները։ Համայնքը միանում է համապետական շաբաթօրյակին։ Գավառի համայնքապետարանը շաբաթօրյակի կազմակերպչական աշխատանքներն սկսել էր ավելի վաղ։ Ուսումնասիրվել էին մաքրվող տարածքները, համայնքապետարանի աշխատակազմից նշանակվել էին պատասխանատուներ, ովքեր համապատասխան տարածքներում իրազեկման եւ կազմակերպման աշխատանքներ էին իրականացրել կազմակերպությունների եւ բնակիչների հետ։ Սա նպաստում է, որպեսզի մեր քաղաքում եւ համայնքում ընդհանրապես ուշադրություն նաեւ դարձվի, որպեսզի շաբաթօրյակից հետո մարդիկ նաեւ հետեւողական լինեն, չախտոտեն շրջակա միջավայրը, տարածքը, բնությունը, իրենց արակից տարածքները, որովհետեւ սրանով մենք նաեւ փորձում ենք կրթել եւ մարդկանց մեջ սերմանել, որպեսզի այդ մաքրության նկատմամբ հոգատարությունը, հատկապես երիտասարդների շրջանում, երեխաների շրջանում ավելի արմատավորվի։ Գավառում շաբաթօրյակին ակտիվորեն մասնակցում են համայնքում գործող հիմնարկ ձեռնարկությունները, կազմակերպությունները, տնտեսվարողները։ Հանրակրթական դպրոցները, Գավառի համայնքապետարանի ենթակայությամբ գործող կրթամշակութային ուսումնական հաստատությունները, պետական ոչ առևտրային կազմակերպությունները, բուժհաստատությունները, Գավառի պետական համալսարան, Գավառի պետական բժշկական քոլեջ, Գավառի գյուղատնտեսական քոլեջ, որպեսզի այսպես անվանական չնշվի, հատկապես այն պետական, ուսումնական եւ ոչ առևտրային կազմակերպությունները, որոնք ներկայացված են մեր տարածքում, բավականին ակտիվ ներգրավվածություն ունեցան, նաեւ իրենց տարածքներից դուրս որոշ հաստատություններ կցվել էին նաեւ այլ տարածքների, որտեղ իրենց աջակցությունը որպես մարդկային ռեսուրսներ ներգրավեցին, ինչի համար մենք շնորհակալ ենք։ Համայնքի մաքրման աշխատանքներին հետևում եւ մասնակցում է նաեւ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը։ Շաբաթօրյակի աշխատանքներում ներգրավում է շուրջ 4200 մարդ, 20 միավոր տեխնիկա, օգտագործվում է աշխատանքային շուրջ 1000 գործիք։ Ալվարդ Մանուկյան, Սարգիս Ալավերդյան, Քյավառ հեռուստաընկերություն, Գեղամաօր։